Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Եվրախորհրդանի լիագումար նիստում քննարկված Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևն այսօր դրվել է քվեարկության եւ ընդունել 523 կողմ 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը կոչվում է համատեղ միջնորդություն Ադրբեջանի կողմից հայ պատանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման եւ կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևի ընդունման մասին։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին, նա ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որում նշել է, թե հացադուլը պարզապես բողոք չէր, այլ դատական գործընթացի նկատմամբ ուշադրություն գրավելու փորձ։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպան Վելտկամպը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրամիության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահման։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզի Սուջա բնակավայրի, ինչպես նաև այդ տարածաշրջանի եւս 2 բնակավայր ռուսական զորքերի վերահսկողության տակ անցնելու մասին։ Նշենք, որ Սուջան Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի վարչական կենտրոնն է, քաղաքում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է գտնվում 2024 թվականի օգոստոսից։ Հայաստանի հավաքականի նորանշանը գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպը հայտնել է, որ գերմանական Յան Ռեգեսբուրգի հարձակվող Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ ազգային թիմում։